Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով է հանդես եկել Սերոբ Գասպարյանի հետ, որի ժամանակ նրանք խոսել են տարբեր թեմաների մասին։ Ներկայացնում ենք հաջորդիվ ուղիղ եթերը։ Նորմալ է, փառք Աստծո։ Մեր առաքելությունը երկրի վրա չի վերջացել եւ վերջանա, մենք ասենք Հայր Աստված գալիս ենք քեզ մոտ, բայց ունենք առաքելություն, ինչը որ վերաբերվում է այդ գործ բան, դա դատական պրոցես չէ ուզենա այդ թեմայով խոսայինք։ Չէ, քո առողջությունից։ Առողջությունը փառք Աստծո, Աստծո ողորմությունով մարդուն ինչքան տրված է, այնքան էլ կապի։ Խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո։ Մեր առաքելությունը երկրի վրա չի վերջացել եւ վերջանա, մենք ասենք Հայր Աստված գալիս ենք քեզ մոտ, բայց ունենք առաքելություն, ինչը որ վերաբերվում է այդ գործ բան, դա դատական պրոցեսներ է գնում, չեմ ուզում այդ թեմայով խոսանք, գա ժամանակը եւ բոլորը կտեսնեն, թե ինչ էր կատարվավ, ինչի համար կատարվավ, ում վախերն էր չափված, այսքան բան։ Շատ ուրախ եմ, Սերոբ ջան, հիմա մենք գիտենք, որ գնում անրություններ, հարյուրավոր SMS-ներ եմ ստացել, քանի որ այն ժամանակ խոսելու եւ գրելու իրավունք չկար, ես դրանք բոլորը գրի եմ արել, փորձել մի քանի թեմաներ բարձրաձայնել եւ խնդրած գտնեմ, որը որ կհամարես օրենքի մեջ, դա կարող ես պատասխանել։ Շատերը գրում են, որ Սև Հովազը մասնակցում է ընտրությունների, շատերը սպասում են, որ հենց Սև Հովազը իրանով կմտնի ընտրություններին, բայց եկավ մի պահ, որ Հովազը որոշեց կամ որոշվավ, որ դուք կուսակցության հետ միասին գնան ընտրությունների, ինչու՞։ Ուրեմն ես ուզում եմ սկզբից մի բան ասեմ, շատերը գիտեն, անգամ տեղեկություններ է ինձ հասնում, որ շատ մեր հարազատներ, մեր թիմակիցներ, մեր ջոկատի, այսինքն Սև Հովազներ, բոլորը գիտեն, որ մենք մասնակցում ենք ընտրությունների Սև Հովազ անունով, բայց քանի որ Սև Հովազը հասարակական կազմակերպություն, այլ ոչ թե կուսակցություն, իսկ մեր օրենքներով ընտրություններին պետք է մասնակցի բացառապես համամասնական ընտրացուցակով կուսակցությունները։ Դրա համար մենք որոշեցինք եւ քանի որ դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության մեջ կան շատ զինվորականներ, ովքեր ինձ հոգեհարազատ են, ինչու՞ չէ նաեւ աստվածապաշտ մարդիկ, հենց Լևոն Բաղդասարյանից սկսած, այնտեղ շատերը, որ կան հոգեհարազատ, աստվածաշնչյան գաղափարը ուսմունքը կրող մարդիկ, դրա համար ես որոշեցի իրանց հետ քայլել, ճիշտ է մենք ունենք մեր ծրագիրը, մեր տեսլականը պետության կառուցման, զորացման, զարգացման, թե տնտեսության, թե բանակաշինության եւ ուսումնասիրելով դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ծրագրերը, դա մեզ հոգեհարազատ էր, դրա համար որոշեցինք իրանց հետ քայլել դեպի ոնց որ Լևոն Բաղդասարյանը ասում կառուցելու արևային Հայաստան, այսինքն լուսավոր, պայծառ, սիրով լի, որ հայրը որդին հոր դեմ դուրս չի գա, քուրը քրոջ դեմ դուրս չի գա, ինչպես այսօր տեսնում ենք Հայաստանում, այն էլ քաչարշուն, էլ գող փիսո իրար ասելով առաջ են գնում, ես կարծում եմ, որ կգա ժամանակը մենք օրենքի դիկտատուրայով եւ սիրով լի այդ ամեն ինչը կկարգավորենք, այս քաոս վիճակը կվերանա Հայաստան աշխարհից։ Սերոբ ջան, քանի որ դու աստվածավախ եւ աստվածապաշտ մարդ ես եւ մարդիկ գիտեն, որ դու Աստծո խոսքը անկախ ամեն սитуացիայից դու միշտ Աստծո խոսքը խոսել ես, անցած քո եթերին մեր հարգելի Սիլվաս Գայանե Սարգսյանի հետ երբ որ դու տվեցիր քո հարցազրույցը եւ դու այնտեղ շեշտեցիր, որ այո մահապատիժը պետք է լինի, ինձ գրեցին SMS, որ ոնց կարող է հավատացյալ մարդը այդպիսի բան բացատրել։ Խնդրում եմ այս հարցի պատասխանը։
Ուրեմն ասեմ, շատ դիպուկ հարց է, շատ ճիշտ հարց է։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք ավետարանը, գիտես, Տեր Հիսուսին հաճախ հարցնում էին ինչու ես մեղավորների հետ սեղան նստում։ Ինձ էլ են շատ հաճախ հարցեր ուղղել, դե ես շփումներ չեմ ունեցել իմ որդիների միջոցով, իմ ընտանիքի անդամների միջոցով հարցեր են ուղղել ինքը հավատացյալ մարդ, չհայույով, ինչու ես պատասխանել եմ այսպես. Տեր Հիսուսին փարիսեցիները հարցնում էին ինչու ես հաճախ մեղավորների հետ սեղան նստում, նա պատասխանում էր, որ առողջները բժշկի կարիք չունեն։ Հիմա վերադառնանք այն հարցին, ինչու մահապատիժ։ Գիտեք, հենց Տեր Հիսուսը իր ուսմունքով, իր վարդապետությունով ցույց տվեց, որ դավաճաներին ներել չի կարելի։ Այսինքն, մի դեպք Հուդան որպես կորուստյան որդի ինքը դավաճանեց Հիսուս Քրիստոսին եւ ինքը ներում չգտավ։ Ինքը իր խղճի հետ, իր, չգիտեմ, դավաճանության հետ մեկտեղ ինքը կախավ եւ մահացավ։ Այսինքն Հուդան միակ կերպարն էր ավետարանի, որ ներում չգտավ եւ ինքը թե գողեր, որովհետեւ ավետարանով մենք գիտենք, որ գանձանակը Հուդայի մոտ էր, ինքը այդ գանձանակից թե գողություն էր անում, թալանում էր բյուջեն, այն բյուջեն, որը որ պատկանում էր տվյալ անձերին, այսինքն Հիսուս Քրիստոսին, իր 12 առաքյալներին, դա ես ներկայացնում եմ խոսքի որպես պետությունը, որպես երկիրը, բյուջեի թալանողները, պետության թալանողները եւ դավաճաները ներում չունեն։ Այսինքն ըստ ավետարանի Հուդան որպես գանձանակի տեր գողանում էր եւ դավաճանը ստերի Սերոբ ձենդ կտրվեց եղբայր։ Սերոբ ոնց որ ինչ-որ էլի բան են չի։ լսում ենք, հիմա լսում ենք, շարունակի Սերոբ ջան, շարունակի։ Ես հարցի պատասխանը վերջացրի։ Վերջացրեցի։ Եթե լսմամբ պարկաս։ Լսում եք։ Սերոբ ջան, մենք գիտենք, որ Ծև Հովազը 35 տարուց ավել պաշտպաններից ամենաառաջնեկան պաշտպաններից մեկն է եղել մեր հայկական պետականության հետ լինելով առաջի օրվանից մինչև այսօր։ Ես գիտեմ, որ Ռոստամի կողքին լինելով շատ բան տեսել ես, լսել ես։ Եթե այսօր լինես դու այն որոշողը սահմանին կանգնած, զինվորի կողքին կանգնած, ինչ կփոխեիր։ Ինչ կանեիր, եթե վաղը ժողովուրդը ձեզ հանձնի այդ իրավունքը։ Ավելի քան 30 տարի դու ճիշտ նկատեցիր, Արցախյան շարժման սկզբից Սև Հովազները միշտ եղել են սահմանում, Սև Հովազները միշտ եղել են զինվորի կողքին, եթե մարդը չի քնել խրամատի մեջ զինվորի հետ, եթե մարդը չի կերել այն կերակուրը, որը ուտում է զինվորը, չի հագե այն հագուստը, որը կերել է զինվորը, նա չի կարող զինվորին հասկանալ։ Նա չի կարող հասկանալ զինվորը ինչ է մտածում այդ պահին խրամատի մեջ, մենակ իր մտքերի մեջ, այսինքն այսօր վերցնել ու այդ կառույցում դնել մարդկանց, ովքեր որ զինվորի հետ չեն քնել, զինվորի հետ չեն արթնացել, այն նեղ պահերին, թե պատերազմական վիճակին, թե ցրտին, թե սովին, թե ձնին չի նայել զինվորի աչքերի մեջ, նա իրան չի կարող հասկանալ։ Գիտեք, ամենակարևորը բանակը երկրի ողնաշարն է, երկրի անվտանգության երաշխավորն է բանակը։ Դրա համար առաջնահերթ պետությունը իր ուշադրությունը պետք է սևեռի զինվորների վրա, զինվորը պետք է ունենա արդիական այսօրվա այս 21-րդ դարի այս ժամանակահատվածի ամենաբարձր տեխնոլոգիաներով հագեցած, համազգեստով, կերակուրով եւ ինչու՞ չէ ամենաբարձր աշխատավարձը պետք է ստանա, որտեղ
ինքը երաշխավոր է իմ երեխաների, իմ թոռների, իմ ազգիս, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը։ Երևի թե այսքանով ավարտեմ։ Սերոբ ջան, 35 տարվա ընկրված տղեկը եւ 26 թվի այս իրավիճակը ի՞նչ է քեզ ասում։ Ոնց կարա 35 տարվա մեջ հայի ենթագիտակցությունը մտածելակերպը, որ կարելի է ադրբեջանցու հետ կամ թուրքի հետ առևտուր անել, մոռանալ անցյալը, մոռանալ անունը, մոռանալ մեր հողերը, մեր եկեղեցին, ինչ կատարվավ, որովհետև ես գիտեմ, որ դու այդ ներքին կուխնյան շատ լավ ճանաչում ես, ինչ կատարվավ այն կրվող տղեկի, որ դու հենց անձամբ հետներ նեղել ես, ու այսօր ինչ եղավ, ինչի սենց եղավ։ Գիտես, ես մի քիչ առաջ բերեցի օրինակը Հուդայի, որ Գանձանակի տերներ, Գանձանակը իր ձեռքում էր ճիշտ չկառավարելու, մեր կառավարիչների սխալի պատճառով, ճիշտ չբախշելու Գանձանակը, պետական բյուջեն, ճիշտ չկողմնորոշվելու, որտեղ ինչ պետք է արվի, ինչ կառուցվի, ինչ դրի ռազմարդյունաբերությանը զարկ չտվսվի, այսինքն գիտես ինչ է կատարվել 35 տարի մեզ կերակրել են ստով։ Իրականից կառուցվել է փուչիկ, կառուցվել է մի սուտ, որը որ գիտես սուտը Տեր Հիսուսը մարդկանց անվանում էր, ասում էր դուք ձեր սատանա հորից եք, այսինքն սուտը սատանայից է ծնվում, իսկ սուտը քայքայում է մարդկանց։ Տարիներ շարունակ ինչու լքեցին մեր հազարավոր, միլիոնավոր, ինչու չէ միլիոնավոր հայրենակիցներ օտարապերում փնտրեցին արդարություն։ Այդ սոցիալական արդարությունը, երբ որ հավաքարարն ու թագավորը օրենքի դեմ հավասար չէին, փողոցային արդարադատություն էր լինում, եթե մեկը ուզում էր ճշմարտություն խոսեր, անպայման դատապարտվում էր, անպայման քրեական գործեր էին կարում, ոչինչ չի փոխվել, 30-ից 35 տարի մինչև այսօր ոչինչ չի փոխվել։ 90-ական թվականներին, երբ որ մենք նետվեցինք ազատագրելու, պաշտպանել մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր ինչպես լուսահոգի եղբայրս էր ասում, մեր նամուս թասիբը, մենք երազում էինք դրախտավայր, իրականից անկախ, հզոր հայրենիքի համար, բայց ավաղ հայտնվեցին մարդիկ, այն որ փախել էին Հայաստանից, պատերազմի ժամանակ փախել էին օտարապերում, իրանց գումար էին վաստակում, նրանք հետ եկան եւ գումարներով սկսեցին պաշտոնները գնել։ Եվ այն մարդիկ, ովքեր օտարության մեջ գումար էին աշխատել, իրանց համար շատ կներեք Հայաստանը դառավ խոպան։ Եկան խոպան, դու շեշտեցիր, որ մեր հարգարժան Գայանեի մոտ, երբ որ ես հարցազրույց տվեցի մի 2 օր առաջ, ես ասեցի, նորից եմ ուզում կրկնել, բոլոր ժամանակների իշխանությունները հարստացան, Հայաստանի Հանրապետությունը մնաց աղքատ։ Բոլոր ժամանակներում իշխանության եկածները դարձան միլիոնատեր, Հայաստանի Հանրապետությունը իր որդիների հետ մնաց աղքատ։ Սա է պատճառը, Գևորգ ջան, որ Հուդայի նման Գանձանակը կողոպտեցին։ Ես Սերոբ ջան, մի հարց եմ ուզում տալ, որտեղ այս հարցը ընտրությունների ժամանակ համոզված եմ, որ մեր հայրենակիցները տալու են։ Ինչի վերջնակարը չդրեցիք այն ժամանակ 90-ականներին, երբ որ Շուշի ազատագրումով վերջը տվեցիք այդ ամեն ինչին։ Ուրեմն վերջը եղել է 94 թվականի ապրիլի 24-ին հորադիսի կռվի ժամանակ եւ գիտես այն ժամանակ մարդկանց մեջ կար հավատք, այն ժամանակ պատերազմ նետված տղաները հավատում էին, որ իրանց ընկերները, երբ որ իրանք որպես քաղաքական գործիչներ մնացել էին հայրենիքը կառուցելու, ռազմական գործիչները գնացել էին պատերազմ, հետ կգան ու արժանապատիվ կյանք կունենան
ու կկառուցեն իրոք դրախտավայր Հայաստան, բայց ինչ կատարվեց, այն ժամանակ հետ եկան, կեսը դատապարտվեցին, կեսը փախան Հայաստանից, իսկ այն չհերոսները հերոսացան, հերոսներին նվաստացրեցին ու դատապարտեցին։ Այս կեղծիքը սկսվել է այն ժամանակից ու շարունակվում է ու ամեն օր ավելի ստի մեջ խորանալով այդ ստի մեջ այն քաղցկեղին նման իր արմատները գցած այս ժողովրդին կրծոտում է։ Սա է պատճառը, որ այսօր նորից ուզում եմ կոչ անեմ, այն պատերազմ անցած, այն որ պատերազմի դաշտում առյուծի պես պաշտպանում էր իր հայրենիքը, իր որդիներին, իր նամուս թափից սիբը, նրանք պետք է այս երկրում արժանապատիվ ապրեն։ Կոչս նրանց, որ միահամուռ համախմբվեն ու գնան ընտրության իրանց հարազատների հետ, իրանց ընկերների հետ։ Մենք խոստանում ենք, որ այդ մարդիկ, թե զոհվածների ընտանիքները, թե պատերազմ անցած տղաները, թե վիրավորները պիտի արժանապատիվ երկրում ապրեն։ Նրանք իրանց արժեքը նրանք պիտի գնահատված լինեն։ Եվ մենք կանենք դա։ Դրա համար կոչս նրանց, որ համախմբված, միահամուռ գնան ընտրատարածքներ եւ իրանց ձայնը տան այն կուսակցությանը, որը որ խոստանում է ապահովել, այսինքն մենք, որ տեսել ենք այդ առավիրքը, տեսել ենք այդ ամեն ինչը, եւ մենք խոստանում ենք, որ կառուցելու ենք թե մեր ժողովրդի համար, թե այդ տղաների համար արժանապատիվ ապրելու հայրենիք։ Տերև ջան, նայ, այսօր մենք ոնց նայում ենք, նույն դեմքերն են ու դեպքերն են, նույն անձերն են այսօր 90-ականից այդ հանդած վիճակը, որ բերեցին, հարցրեցին մինչև այսօր, ոնց որ շախմատի օրենք, հա, հետ, առաջ, լավ, մենք ունենք սփյուռք 15 միլիոն ժողովուրդ, լավ, նյուժելի այդ ամեն ինչը ժողովուրդը չի տեսնում, լավ, նյուժելի մենք չունենք ուրիշ մի սերունդ, որը վերջնական որոշում կայացնեց ամեն ինչին, ոչ թե նույն օլիգարխական այդ մեր ասած այդ փծող ջարդած առևտրական հարցիները, որ հիմա էլի մտել են այս առևտրի մեջ։ Գիտես, որ Գևորգ ջան, ես էլ եմ որոշ ժամանակ Սփյուռքում եղել, ապրել, շփվել մարդկանց հետ, ժամանակ առ ժամանակ մեր երկիրը այնպես կառուցվեց, որ կամաց Սփյուռքին սկսեցին որպես դոնոր վերաբերվել, այսինքն Սփյուռքի մեր հայությանը, մեր երկիրի պետականաշինության, իշխանության, կառավարության մեջ ոչ մի տեղ չտվեցին, ընդամենը որպես դոնոր սկսեցին իրանցից գումարներ խնդրել, գումարներ ուզել ու այս վերջի ժամանակ ընդհանրապես կապը կտրեցին Սփյուռքի հետ։ Սկսեցին Սփյուռքին կամաց Հայաստանի եւ հայի կյանքից դուրս անել։ Հասկանում ես, ես շատերի հետ շփվեցի, այնքան հիասթափված մարդիկ տեսա Սփյուռքում եւ իրանք համար բան էին վերցրել, դե այդքան օգնեցինք, ոչ մի բան չստացավ, դե այդքան արեցինք, էլ ինչ անենք, ինչի անենք, որ համայն հայությունը մեր իշխանության գալու դեպքում մենք համայն հայությանը, Սփյուռքին, աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հային պիտի գտնենք, պիտի իրան ասենք, որ սա քո հայրենիքն է եւ դու իրավունք ունես այս իշխանության մեջ տեղ ունենաս, դու իրավունք ունես քո ձայնով Հայաստանի Հանրապետությունում ձևավորես իշխանություն։ Համայն հայությունը պետք է Հայաստանի համար, որպես, գիտես, ասում ենք մայր Հայաստան, եթե մենք կոչում ենք Հայաստանին մայր, բոլոր հայությունը իրանց մայրիկի համար պիտի հոգ տանեն։ Հայաստանը մայր Հայաստան է եւ մայրիկի համար հոգ պիտի տանեն։ Իսկ Աստվածաշունչը ասում է՝ սիրիր քո ծնողներին, այս հայրենիքն է մեզ ծնե, հայրենիքը մեզ ծներա, հայրենիքը մեր ծնողն է, իսկ մենք պիտի հայրենիքի համար հոգ տանենք։ Սա է Գևորգ ջան, խնդիրը, որ մենք Սփյուռքին պիտի միավորենք, մեր համար պիտի չլինի արցախցի, գյումրեցի, սյունեցի, գերմանացի, այսինքն հայության մասին է խոսքը։
Մեր համար դա պիտի չլինի մեկ բռունցք, մեկ ազգ, մեկ հոգի, մեկ մարմին։ Գիտես, պետությունն էլ է, մարդը ունի հոգի, մարմին, միտք։ Պետությունն էլ ունի հոգի, մարմին, միտք։ Հիմա բաժանել են հոգին, մարմինը մտքից բաժանված է, իրար դեմ պատերազմում են։ Երբ որ մարդը ինքը իր դեմ սկսում է պատերազմել, մարդը խելագարվում է։ Հիմա այս մեր հայրենիքը սարքել են խելագարության աստիճանի, հոգին, միտքը, մարմինը իրար դեմ պատերազմում է։ Մենք պետք է մեկտեղենք սա։ Եթե մարմինը, հոգին եւ միտքը չմիավորվի, չի կարա գոյատևի հայրենիքը։ Սերով ջան, մի հարց ունեմ, չնայած ես իմ հարցի պատասխանը գիտեմ, բայց շատ կարևոր է, որ ես բարձրացնեմ այդ հարցը։ Արցախը հայկական հող է։ Արցախը միակ մարդը, ով 5000 ամյակ հողից կտրեց ընդհանրապես հայի ապրելը, 5000 տարի Արցախում բոլոր ժամանակներում ապրել են հայերը։ Արցախում եղել է մելիքություն։ Միակ մարդը, ով կարողացավ հիմնովին դատարկել Արցախը հայերից, մաքրել, այսպես ասեմ, դա այսօրվա իշխանությունն է։ Հազարամյակներով Արցախում ապրել են հայերը։ Թեև ժամանակ առ ժամանակ, թե 50, 40, 60, 40, 50, չգիտեմ, այս տարբերությունով ազգերի մեջ, բայց հիմնակարը եղել է հայ Արցախում։ Արցախը, Սյունիքը, Վանը ունեցել են մելիքություններ։ Հիմա մեզ զրկում են Վանից, Արևմտյան Հայաստանի անունը պետք է չտաս, Արցախ անունը պետք է չտաս, վաղը Սյունիք անունը պետք է չտաք, բայց պատմությունը ուսումնասիրել է պետք, որտեղ են եղել հայկական մելիքությունները։ Հիմա ասում են բանը, հիմա արդեն խոսույթը կա, ինչպես են ժամանակ ասում էին Արցախը, Շուշին դժգույն դժբախտ քաղաք էր, այնտեղ 90% ապրել են ադրբեջանցիները, ոնց կարար դա հայկական կոչվեր։ Հիմա խոսվում է Հայաստան աշխարհի մասին, ասում են, որ մինչև 1045 թվականը 1045 թվականից հետո այստեղ Հայաստան չի եղել են տարբեր պետություններ, տարբեր ժողովուրդներ մինչև 1918 թիվը։ Սա Ալիևի խոսույթն է, Ալիևն ասում է, որ Հայաստան չի եղել, սա մեր տարածքն է, սա մեր պատմությունը, բայց այսօր խոսվում է մեր ղեկավարության շուրթերից նույն բանը։ Սա արհավիրք է, սա հայ ժողովրդի ցեղասպանության, ասեմ, սկիզբն է դրվում։ Ինչպես դա կատարվեց 15 թվականին, երբ որ որոշակի խմբեր համոզում էին հայերին, որ սրանք ուրիշ թուրքեր են, սրանք լավն են, սրանք էս են, են են, ու եկավ մի ժամանակ եւ ցույց տվեցին այդ լավ թուրքերը իրանց նենք ծրագրերը, նույնը այսօր է կատարվում, հիմա է կատարվում, սա գիտես Գևորգ ջան, այս ընտրությունները լինել չլինելու ընտրություն է լինելու։ Այսքան ախպեր ջան։ Սերով ջան, դու տեսնում ես այս պահին քանի որ դու գնում ես ընտրությունների հանուն երկրի, հանուն հայրենիքի, հանուն ճշմարտության, հանուն են թանկ այրունի եւ հավատքի, դու տեսնում ես որևէ մի ընդդիմություն, որը այսօր չի խաղում այդ իրական ընդդիմությունը։ Yes. Սերով։ Մի բառով ասում եմ, yes. Լսում ենք։ Այդ նույն հարցը ինձ համապատասխան վայրում տվել են, լավ ով կա ընդդիմություն ես երկրում, ես ասել եմ ես։ Այսինքն ոչ թե ընդդիմություն, այսպես ասեմ, հանուն հայրենիքի պայքար մղող ես եւ իմ տեսակի նվիրյալները։ Մեր տեսակը, որ ոչ մի պարագայում ոչ ցուրտը, ոչ սովը, ոչ տառապանքը, ոչ բանտը,
ոչ մի բան մեզ հետ չպայեց հանուն հայրենիքի պայքարելու։ Սերեփ ջան, քանի որ դու նորից եմ ասում 35 տարի բոլորից լավ գիտես մեր սահմանները, մեր երկրի ռազմական այդ իրավիճակը, եթե մեզ չվաճառեին, այս պատերազմը կսկսվեր, եթե սկսվեր, ապա ի ձև կվերջանա, եթե իսկական ձեր ժամանակի տղեկը այս պատերազմը վարեին։ Գևորգ ջան, կգա ժամանակը, ես հավատում եմ մեր հաղթանակին, կգա ժամանակը, բոլոր թղթերը վեր կհանվեն, բոլոր հանցագործները կբացահայտվեն եւ իլուր հայ ժողովրդի համայն հայության կցուցադրվեն, թե ովքեր են եղել մեղավորները, դա կլնեմ ես, դա կլնի մյուսը, ով ուզումա լինի։ Պատերազմները ունեն հանցագործներ, պատերազմները ունեն դավաճաններ, պատերազմները ունեն բոլոր տեսակի մեղավորներ։ Եվ ես կարծում եմ, որ շատ շուտով մեր հաղթանակի դեպքում այդ ամբողջը կբացահայտվի ու բոլոր մեղավորները օրենքի առաջ պատասխան կտան։ Մի հարց է Սերոբ ջան, գերիների եւ մնացած մեր են հայրենակիցների եւ այն լավ եւ վատ քաղաքական գործիչների հարցում ինչ ձև ես դու տեսնում Արցախի այսօր որ հիմա Բաքվի բերդում են։ Եղբայր, արի այդ մարդիկ քանի որ գերության մեջ են, գիտես, ամենավերջի դավաճանը որ լիներ այսօր թշնամու բերդում, ես որպես հայ մարդ կուզենայի հետ բերել մեր օրենքներով նրան պատժելու։ Ես չէի ցանկանա այն ամենավերջի դավաճանը գլնի, թե չգիտեմ ինչը գլնի, հայտնվի թշնամու ձեռքում։ Հիմա տես, ցանկացած պարագայում, Գևորգ ջան, մեր տեսակը միշտ եղել է պայքարող, ցանկացած ժամանակաշրջանում, ցանկացած ժամանակահատվածներում պատմության մեջ միշտ մի լավ երկ ունենք, չէ, երբ չկա հնար, խենթերն են գտնում հնար, չէ, այսինքն այն խենթությունը, որ մեր մեջ կա, մեր խենթությունը, մեր ազգասիրությունն է, մեր խենթությունը հավատարմությունն է մեր ազգի, մեր հայրենիքի առաջ, դա շատ ժամանակ եմ ունեցել, մեկ տարի երկար մտածելու, ժամանակ առ ժամանակ մտածում էի, լավ, այս կան թշնամություն, այս կան նենգություն, այս կան այս ազգի մեջ ինչի համար մտավ, լավ, մենք ինչ էինք արել, կամ ասենք ինչի համար այս տեսակ չարությամբ լցված մարդկանց համար մենք այսքան գնացինք, կյանք դրեցինք, բայց գալիս էր իմ մեջ մի պատասխան։ Անգամ Աստվածաշնչում Աստված հայրենիք բառը օգտագործում է, երբ որ Աբրահամին ասեց՝ «Ետ դարձի գնա քո հայրենիք»։ Աստված մեզ տվել է հայրենիք, դրախտավայր, երկրորդ մարդկության բնորանը Աստված մեզ տվել է եւ մեզ դրել է պաշտպան։ Եթե մենք չպաշտպանենք այն հայրենիքը, որը որ Աստված տվել է մեզ, մեզանից կարմի կասա դուք չար ծառաներ հեռու գնացեք ինձանից, այգին կվերցնի մեզանից եւ կտա նրանց, ովքեր մշակում են։ Հասկանում ես, դրա համար մենք պետք է գիտակցենք, թե որտեղից ենք եկել, ինչ ենք անում եւ ուր ենք գնում։ Այդ ուր գնալը մեր սերունդներին է։ Ես ուզում եմ, որ մեզանով այս ամեն ինչը վերջանա, որ մենք կարողանանք կառուցենք հզոր, թե տնտեսապես, թե ռազմապես, թե բանակաշինությամբ, թե տնտեսությամբ, այն, չգիտեմ, զավոդներով, արտադրություններով հզոր հայրենիք հանձնելու մեր սերունդներին, որ գոնե պատմության մեջ մենք մնանք ոչ թե ստրուկներ, ոչ թե անկարողներ, այլ հզոր պապիկներ, ինչպես մենք այսօր երգում ենք մեր մեծերի համար, ինչպես մեր հերոսների համար ենք երգում, մի ընկեր ունեի, ասում էր, այնպիսի կյանք ապրենք, գոնե մի 200 տարի մեր գերեզմանին ծաղիկ դնող լինի։
Սերբ ջան, մեր հայրենակիցները շատ լավ գիտեն մեր տեսակը, որ մենք հայամետ ենք, բայց այսօր ուզենք թե չուզենք, մենք ունենք հարևան երկրներ, հզոր երկրներ, որ այսօր արդեն Ռուսաստանը սահմանն է փակում, մարդկանց ասում ենք, եթում ենք Եվրոպա, ես չեմ հասնում, թե Եվրոպա բերում են այդ ժողովրդին, օքեյ, թող գան տուրիստ իրանց հարազատներին տեսնեն եւ մնացած ես ուզում եմ հասկանամ տնտեսապես, երբ որ ասեցիր զարգանանք, այս իրավիճակը, որ այս իրավիճակը, որ բերի հասցրել են մեզ, հա, դու ոնց ես տեսնում, արդյոք Սերոբ Գասպարյանը հայամետ է եւ տեսնում է, որ կարելի է համ Ամերիկայի հետ, համ Եվրոպայի հետ, համ Ռուսաստանի հետ համագործակցել, թե ինչ-որ մի ուժի հետ համագործակցել, աշխատել, հզորանալ, այդ խնդրում եմ դել բարձրացնես։ Գևորգ ջան, ես քաղաքական գործիչ չեմ, ես ազգային գործիչ եմ, ազգային պահպանողական։ Ազգային պահպանողական եւ իմ տեսլականն է, իմ տեսիլքն է։ Ես կհամագործակցեմ բոլոր նրանց հետ, ով բարեկամ է ինձ։ Ես կհամագործակցեմ բոլոր նրանց հետ, ում շահը համընկնում է Հայաստանի Հանրապետության շահի հետ։ Այսինքն, դու պետք է քո շահը ոչ ոքի չզիջես։ Երբ որ դու զիջում ես քո շահը, քեզանից խլում են ամեն ինչ։ Ցանկացած, այսինքն դա կլինի Ամերիկա, դա կլինի, չգիտեմ, Ռուսաստան, Եվրոպա կամ մյուսը, դու քո շահը պիտի ունենաս։ Երբ որ շահերը համընկնում են իրար, դու նրանց հետ բարեկամ պետք է լինես։ Այսինքն նախ դու բարեկամություն, գիտես, շատ ժամանակ հարց են տվել, ասում են, ով է մեր բարեկամը։ Ես հարց եմ տվել, իսկ ում բարեկամն ենք մենք։ Եթե մենք Հայաստանի Հանրապետության մեջ բաժանված ենք 19 կուսակցություն այսօր բանա դրը, չէ, մասնակցում ընտրությանը։ Եթե մենք բաժանված ենք, տեսեք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, իմ լուման ունեմ երկրի կայացմանը, ես իրավունք չունեմ մասնակցեմ ընտրությունների, իրավունք ունեմ, բայց երբ որ սկսում ես մասնակցել, վայ, հայտնվում են մի մարդիկ, ովքեր սկսում են քեզ հայուել, անիծել, նախատել, չգիտեմ, մտքների մեջ սպանել քեզ։ Մենք մեր բարեկամը չենք։ Իսկ ուրիշներից նեղանում ենք, որ մեր հետ բարեկամություն չեն անում։ Իսկ մենք մեր հետ բարեկամություն չենք անում։ Հարևանը հարևանի դեմ, չգիտեմ, տեսեք, քարոզարշավը գնում։ Ոչ մի ծրագիր չկա, մեկը մեկին համբալ, մեկը մյուսին աննասուն, մեկը, չգիտեմ, գողկատու, մեկը քաչալշուն, մեկը մյուս, արա, ես ով եք դուք, ես ուր եք հասել։ Ինչ է կատարվում։ Գևորգ ջան, մենք մեր բարեկամը չենք, երբ որ մենք բարեկամություն կանենք, երբ որ մեր շահերը կհամընկնի Պողոսի հետ, մենք Պողոսի հետ ընկերություն կանենք։ Երկրի շահերի, ազգի շահերի, մեր մշակույթի, մեր պետականության համար։ Սա է։ Գիտես նոր ինչ հիշեցի, Սերոբ ջան, քո խոսքերը տարիներ առաջ, երբ որ դու քարոզում էիր, ասում էիր, որ Հայաստանը սարքել են Բաբելոն, այ հիմա դա կատարվում է։ Այո, Բաբելոնի տխրահռչակ 15 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի մարգարեությունն էր, այսինքն ծրագիրը, այսպես ասեմ, որ Բաբելոնի շինարարները վերջապես կգան, շինարարները ճիշտ ասեց, վերջապես եկան Բաբելոնի շինարարները եւ սարքեցին չակերտների մեջ պոռնկության երկիր։ Այսինքն բոլորս խոսում ենք նույն լեզվով, բայց իրար չենք հասկանում։ Ես այս մասին շատ եմ խոսել։ Մենք խոսում ենք հայերեն, բայց իրար չենք հասկանում։ Այսինքն մեր լեզուները, մեր միտքը, մեր, չգիտեմ, գիտակցությունը խավարած է, թմրած է, մթագնած է։ Մենք խոսում ենք նույն լեզվով եւ իրար չենք հասկանում։ Սերոբ ջան, շատ հարցեր կան, քանի որ ժամանակի խիստ խնդիր ունենք, ես գիտեմ այսօր արի ես մի կարճ բան ասեմ, ու այսօր սահմանափակեմ վերջի խոսքը մեր հայրենակիցներին այս ժամանակի մեջ ասեք։ Ես ուզում եմ նորից ասեմ, անկախ նրանից, նախ նորից եմ ուզում ասեմ, շատ շատերը
գիտեն մենք սև հովազներով ենք մասնակցում ընտրություններին, ես ուզում եմ ասել, մեր ընտրաթերթիկը 15 համարն է, դեմոկրատիա, օրենք, կարգապահություն, կուսակցություն է։ Սա մեկ, երկրորդը նորից կոչս բոլոր պատերազմ անցած տղաներին, բոլոր իմ կարգավիճակի, այսինքն զոհվածի ընտանիքներին, բոլոր հավատացյալ, հավատքով լցված, սա ասեցի մի բան հիշեցի, ուզում եմ հավատքի վրով մի բան խոսեմ, այս կոչիսս հետո կասեմ ու կվերջացնենք։ Բոլորին հորդորում եմ գնալ ընտրա տարածքներ, մի թողեք, որ ուրիշը ձեր փոխարեն որոշի քո երեխայի, քո թոռի ապագան, գնա ընտրատարածք, գնա, մի մնա, մի մտածի, որ ասում են մեկ ամեր գնալ չգնալով եղանակ չի փոխվում, փոխվում է, գնացեք ընտրատարածք եւ այնտեղ դուք եւ Աստված ու ձեր խիղճը կորոշեք ձեր երեխայի, ձեր թոռի ապագան։ Հա, մի բան եմ ուզում ասեմ, հավատքի վրայով, շատ տարիներ առաջ, երբ որ մենք հավատքի կյանքով խորը տենց ապրում ենք, ես ունեի մի ընկեր, այսօր ինքը հավատքի մարդ է, ներկայացած, սենց չգիտեմ, առաքյալի կարգավիճակ իրան դրած է, ես իրան տավոտի, տրակտորի, յուղի, հողի մջից դուրս հանեցի, այն Տեր Հիսուսը, որ ավետարանում կա, չէ, ասում է, մաքրեցի, սպիտակ բեզներ հագցրեցի, օծանելիք ցանեցի ձեր վրա, որպեսզի անուշոտ գար ձեր վրայից, ամեն ինչ արեցի ձեր համար, բայց դու կրկին ցեխին գնացիր, դու կրկին գնացիր ցեխի մեջ։ Հիմա մենք առաջարկում ենք, տեսեք, ես այդ մարդուն ուղղակի կլսի ինքը, ամեն ինչ հանուն Աստծուն եմ արել, հանուն, բայց այսօր ինքը դարձած, այդ ցեխի միջից դուրս եկած, սպիտակ բեզները հագած էր, այսօր դարձել է ցեխին, նորից ցեխի մեջ, գիտեք Աստվածաշնչում ասում է, եթե խոզին լվացնես, նորից նա ցեխին կդառնա, նորից մարդը ցեխին է դառել, սա իրան ուղերձ, որ տնետուն ընկած, չգիտեմ, բոլորին ասում է, մեր բանը, վարչապետը հավատացյալ է, մեր վարչապետը հոգևոր է, երկու Սաղմոս ասելով հոգևոր չեն դառնում, ծառը պտուղից են ճանաչում, ունես պտուղ, տուր մարդկանց, այնպես որ սիրելի Գևորգ, սիրելի ժողովուրդ, իմ սիրելի հայրենակիցներ, զինակից ընկերներ, հավատացյալ ժողովուրդ, հայ ազգ, եզդի ազգ, ասորի ազգ, մալականներ, մենք բոլորս կողք կողքի եղբայրաբար անցել ենք արհավիրքների միջոցով։ Դրա համար նորից ու նորից գնացեք ընտրամաս, ընտրատեղամաս, դուք մի թողեք, որ ուրիշը որոշի ձեր ճակատագիրը, դուք որոշեք ձեր երեխաների, ձեր սերունդների ճակատագիրը։ Մեր քվեաթերթիկը, այո, համար 15։ Աստված պահապան, մնաք խաղաղությամբ, մենք դեռ կհանդիպենք։ Ձերև ջան, շատ շնորհակալ եմ, Աստված օրհնի քեզ, այն իմաստությունը, որ տվել է քեզ, հիմա խնդրեմ, որ դու դուրս գաս, ես շարունակեմ լայվը, որ չանջատեմ, որտեղ մի քանի բան մեր հայրենակիցներին դեռ ունեմ ասելու։ Հա, ես դուրս կամ դու շարունակի։ Լավ, դուրս արի, ես շարունակեմ։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին, այո, մենք լսեցինք Սև Հովազ ջոկատի հրամանատարին, Սերոբ Գասպարյանին, Աստված օրհնի մեր եղբայրը, որ այդքան պատմությունների եւ նեղությունների եւ խնդիրների մեջից անկոտրուն կանգնած է նրա հավատքը, այն հավատքը, որ Աստված տվել է իր մեջ, այդ հավատքով շարժվում է, ես հավատում եմ, որ Աստված ունի բոլորիս հետ ծրագիր եւ շինել Աստծո խոսքը, Աստծո ճանապարհը մարդկանց համար, բայց ես քանի որ Սերոբ ախպերը խոսած խոզից եւ այն ախպերներից, որ հանում ես, մաքրում ես ու հետո էլի գնում են եւ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը
ինքը Սաղմոսով եւ նա քրիստոնյա է, ես հիմա ուզում եմ այ հիմա քարիզմատիկ հովիվներից ասել։ Այստեղ սիրելի հայրենակիցներ կան վիդեոները իմ մոտ կոմպյուտերի մեջն են, այստեղ թղթեր կան, որ շատ հովիվներ մտել են մեծ առևտրի մեջ։ Ես ձեր ականջները տենում եմ ձեր մեջ, ես ունեմ մարդիկ, ես արդեն զբաղվում եմ 22 տարի քարիզմատիկ ուղղությունների հետ, այո, կան հավատացյալ մարդիկ, կան հավատող Աստծուն աղոթող մարդիկ, ես ունեմ շատ տարբեր տեղերում քույրեր, եղբայրներ, մենք շփվում ենք, նրանք թեկուզ որ գալիս են ձեր մոտ, այդ հավաքույթների տեղը, բայց նրանց սիրտը այնքանով է կախ, որ ինչի պետք է բաժանությունները լինի։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած են 3 կարկառուն շագերտավոր կոչված քարիզմատիկ կոչված նորից շագերտավոր եկեղեցիներ, նրանք ուզում են ոնց որ համասեռամոլները չունեն պետություն եւ սահման, նրանց ուզածը որ չլինի հայ առաքելական եկեղեցի, ես դա կարող եմ պատասխանել, ես դա կարող եմ, եթե գա այն ազգային անվտանգությունը, որ կլինի հայամետ եւ ճիշտ կդատի այս ամեն ինչը, ես պատրաստ եմ այդ ինֆորմացիաները տալու, բայց արեք մի մոռանանք մի բան, սիրելի հայրենակիցներ, ինչի համար է դա շատ կարևոր, որ կյանքի խոսք կոչված շագերտավոր Արտուր Սիմոնյանը կոչվելով հովիվ եւ մնացած հովիվապետերը ունեցել են կապ Բաքվի հետ, Ադրբեջանի հետ։ Դա անհերքելի է, մենք ունենք վիդեոներ, մենք ունենք արխիվներ, մենք ունենք հասցեր եւ 44 օրվա պատերազմից հետո ահա արի տես եւ այդ շինության անունը ել չի տրվում։ Հիմա ես կոչով դիմում եմ հայ մեր քրիստոնյա աղոթող ազգի ժողովրդին, որ դուք գնում եք այդ շինությունները, արդյոք իմացել եք, հիմա դուք շատերը կասեք եւ ախպեր, բա վադա, որ ունենք մուսուլմանական երկրներում աղոթող շինություններ, որ մենք աղոթենք այդ մարդիկ դարձի գան։ Ես ասում եմ, այո, դուք ճիշտ եք, լավ կլիներ, բայց հիմա հարց, քանի հոգի դարձի բերեցիք, այդ բերեցիք, որ մեր 18 տարեկան երեխեքին սպանեն։ Դրա համար էր բացված, ինչ ինֆորմացիա էր դուրս գալի, քանի որ ազգային անվտանգությունը դա տիրապետում է, բայց քանի որ այսօր մենք ունենք թուրքահպատակ Նիկոլ Փաշուղլի ասելով բոզի տղա անձնավորությունը չասեցի դսկտրակեր, քանի որ ես հարգում եմ իմ հրամանատարին, իմ հոգևոր աղբորս, ես գիտեմ, որ ինքը չի սիրեմ, շատ ես չեմ սիրեմ հայը, բայց բոզ բառը աստվածաշնչային բառը բարոյական իրավունքներից զրկված մարդը փորձում է վաճառել ամեն ինչ, ամեն արժեք վերացնել, մաքրել։ Այն օրը սիրելի հայրենակիցներ մի շատ հետաքրքիր ելույթ ունեցավ, չնայած ես այս քարոզ արշավը մեկնաբանելու եմ տարբեր այդ կոչված շագերտավոր ընդդիմադիրների թեմաներին, այո, ես դա անելու եմ, բայց նայեք Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ինչ ասեց, շագերտավոր ընդդիմադիրին ինչ ասեց, ասեց, եթե Հայաստանը լինի, միջև նայեք, եթե Հայաստանը լինի, երկու օր առաջ ասեք, կարող եք նստել նայել այդ իր վիդեոները, եթե Հայաստանը լինի, միջև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի այդ դղյակը դառնալու է պենսիոնիստների կամ մի, չգիտեմ, ծերերի տեղ։ Այստեղ հարցը ոչ Գագոնն է, ոչ իր այրուզներն է, ոչ իր դղյակներն է։ Դղյակները պետք է շատ շուտ Իսկանդերներ դառնան, որ այսօր մենք սրան չդառնանք եւ մյուս օլիգարխներն է դա տնելու, մենք ասելու ենք իրանց ամեն մի իր անունով ու տեղով ենք տնելու, բայց հարցս նայեք ինչ ասում, եթե Հայաստանը լինի, բոզի տղա, խի քեզանով է Հայաստանը լինելու կամ չի լինելու։ Այս ինչ ես էլի դու ասում, եւ ասում եմ մինչեւ 2031 թիվը, ինչ ազդակ էր սա։ Սենք էլի 5 տարին բրծնի եւ վերջ։
Եվ այդ 5 տարվա մեջ դու գարանտիա ես տալի, որ ազերները կգան եւ այո, Գագոյի արյուզներն կվեկալեն, Սամոյի դենտներ կվեկալեն, մնացածի։ Ես ուղղակի ուզում եմ մի հարց տալ, միտքս ուղղակի բարձրացնեմ, որովհետեւ եթե խոսում ենք անկեղծ, խոսում ենք։ Հիմա որ Ծառուկյանից խոսեցի, հիմա ես ուզում եմ հարցնեմ Գրզոն ում կողմից է։ Հովիկ Աբրահամյանը մուկը ում կողմից է։ Գրզոն գցենք կարկառում ՔՊ-ական։ Հիմա Գրզոյի թորները Ծառուկյանի թորներն են, բայց թորները ուր են գնալ։ Խաչատուր Սուքասյան, Բաքու թորների պալատը վեկալում է ձեռից մինչև 31 թիվը։ Դու ո՞նց ես էսի հանդուրժելու։ Կարող է ուրիշ պալատ եք սարքի ասում եք համար, տեսել մեզի պետք չի։ Հնացել է։ Այս հարցերը տվեք, այդ երկու կողմը, որ ասում են մեկը ընդդիմադիր է, մեկն էլ ասում է ես ձեր փրկիչն եմ, ես գալու եմ բերեմ խոտ, էլեմենտ այս երկուսին հարցը տվեք, նույնը Գրզոյի իրավիճակում գցենք նույնը մուկը, ուր է մուկը, ոնց որ ծերը երևում է, մկան այդ պոչի ծերն երևում է, որ ինքը կանգնած է ՔՊ-ի կողքին։ Սերժը вообще չի երևում։ Ոնց որ թե իրանց համար չէ ընդրությունները, ինչ բան է ընդրություն համար, Սերժը ուր ընդրությունը ուր։ Բալեմատ այս հարցերը տվեք։ Ես ասում եմ Նիկոլի ամեն մի խոսքը դա մի հատ ծրագրավորված, մի հատ sense ոնց ասեմ, ինքը կոնկրետ ազդակ է տալի։ Ոնց որ օրինակ ես շատ եմ նմանացնում, ես ասում եմ, չէ՞ որ մենք այստեղ արդեն մենք նստած մարդկանց միմիկաները, խոսակցությունը, իրանց ռեակցիան, մարդկանց ռեակցիան, դա շատ կարևոր է ուսումնասիրել եւ դա ուսումնասիրվում է մեր կողմից։ Լևոնի կոդավորված խոսակցություն եւ Նիկոլ Փաշինյանի շատ նման են իրարի։ Շատ նման, ահռելի նման են իրարի։ Իսկ Քոչարյանը, որ ոնց որ ասած, որ վարչապետն ասել, կոչված վարչապետը մարդասպան է եւ մարդասպանը չի դատվում, բայց մարդը որ ոչ մի բան չի արի, դրա համար դատվում է։ Հիմա սիրելի հայրենակիցներ, որ ասում եք Քոչարյանը գա լավ է լինելու։ Բա որ լավ է լինելու, բայց չքոչարյանականներին հարց տվեք։ Բան չի դատված չի։ Այս 8 տարի է Նիկոլ, դու ունեիր ամեն հնարավորությունը։ Հիմա քեզ ինչ է պետք, որ դու գցենք կարնաս Սամոյի հեծը վեկալից, ճակերտավոր, հա, Էսա Գագոյի արյուզներն վեկալելու, Քոչարյանը նստավ 2 տարի դուրս եկավ process մաքրվավ, Սերժը вообще absolute դե Լևոնի մասին ինքը կրեսնիատեսն է այս պատմության ամեն ինչի, հա, կնքահայրն է, նենի ոչ մի բան, մենք լավ սիրելի հայրենակիցներ ջան, էլ մենք ուրիշ մարդ չունենք, այս 35 տարվա մեջ, որ դրել ենք այս սրանք հետ առաջ, լավ, հերիք չես ամեն ինչը, իշկան կարանք մեզ խապեք, 15 միլիոն սփյուռք, իմ հայրենակիցներ, Լևոնի վախտով քանի տոկոսն եք լավ ապրեք, քանի տոկոսն եք վատ ապրեք, Քոչոյի վախտով, վասում ենք Վազգենին ինքը սպանեց, մարդի մեկեն ասում է, չէ դու ես արել, ասում է դու ես արել, ոնց որ կստեն քարկտիկ են խաղցել կամ խումար են խաղցել, քարտ են ֆրոցրել, եկա երկիրը քանդել, ծախել, սպանել են ու որևէ մեկ, այստեղ պետք է ազգային անվտանգության բոլոր պետերը, այ ոնց որ Գասպարյանը ասեց նոր, որ պետք է գնդակահարվեն, ասենք լավ նրանք են խաղացողները, բա ազգային անվտանգություն դուք Չէ՞ որ դուք ամեն ինչը տիրապետում եք, քիչ եք ձերբակալում, ինչի համար չեք ձերբակալում, լավ 35 տարի 5 ֆիգուրներ, չեմ ասում գլոբալ այդ ֆիգուրներին, չէ, 5 ֆիգուրներից մեկը արժան չէր բռնվելու, տեսակ, որ նույն բոզությունն ու բոզի տղությունն են անում, այդ 5-ը մինչև այսօր չեն դատվել, ոչ մի ազգային անվտանգություն իրանց հետևից չի գնացել, նշանակում է նույն գարշոքն է, նույն գավնոնը, ուղղակի տարբեր գույներ են դրել, որ մարդիկ այդ սերոպի ասած նորվա Բաբելոնը լինի, իսկ մենք այդ խափնվող տեսակը չենք, դրա համար մենք ասել ենք նվիրյալները չեն դավանափոխվում,
մենք մնում ենք նույն մեր խոսքի, մենք միանում ենք բոլորս մի գաղափարախոսքի մտքին եւ այո, ես շատ կուզենամ, որ Վարդան Ղուկասյանի տեսակը լինի վարչապետ։ Այո, հենց այդ տեսակը, որտեւ ինքը ես նորից ու նորից կրկնում եմ, ինքը ասա, ով որ չանի, բոզի տղա է։ Ու ես ամեն իմ եթերին Վարդան Ղուկասյանի խոսքը հիշեցնելու եմ, որ որևէ մի եթեր չջնջվի, որ ամեն ինչ անենք, որ այս մարդիկ գան, այս զինվորականները գան եւ իրանք գիտեն ամեն հարցի պատասխանը։ Չնայած փորձեցին 60-70%-ից սպանել, այն ջահելների նույն ձևի սպանել, որ այն ինչ որ տեսել, լսել են, չգային եւ չպատմեն։ Ես խիստ կասկածում եմ, որ մեր գերիներին այս բոլդի տղեկը հետ կբերեն, որտեղ գալու հետ միացին մեր գերիները շատ բան կունենան պատմելու, դրա համար մենք պետքա շատ աշխատենք, շատ ջանք տանք, որ մեր գերիները 1 րոպե շուտ ոնց որ ծերոպն ասեց, նրանք դեր մեր շատերը մեր ազգային անվտանգությունում շատ բան ունեն պատմելու, ըստ այդ պատմելուց հետո կարելի է արդեն մտածել, թե ըստ դրանց ինչ մենիով արդեն ոնց որ ասած Վարդանի փղերը, հետևից փղերով գան եւ մտնեն դրանց տները, որ այս ինչ արեցիք բոզի տղան մեր երկրի հետ։ Ու այսօր մի ընտանիքի մեջ 4-5 հոգի կիսված, մեկը Փաշինյանական, մեկը Քոչարյանական, մեկը լավ էլ ուրիշ մարդ չկար այս 35 տարվա մեջ։ Լավ իշկան կարելի է խաբել 15,000, 20,000 դրամ տալու են այդ մեկ ընդրում է կամ գյուղի կամ թաղապետ կամ թաղային կամ հեղինակություն գալում ասում ախպեր գիտես ով է քո երեխու վաղվա սպանողն է այդ ախպերները այդ որ եկել են գլնի ախպեր գլնի Պողոս գլնի չգիտեմ փող տվողը այդ բոլորը պետք է պատասխան տան այսօր որևէ 5,000 տղեկը չկա այդ ախպեր գիտես ես 25-30 հազարը վեկալ մեռնեմ սրտիդ որ էսի անենք լավ ալնելու ու այսօր ես տենում եմ թե գյուղերում գյուղապետերը ոնց են վնգստալով շատերը եթում եւ խնդրում մուրում են ումը նույն մարդասպանին որ քո երեխեն են եկել երեխու ճիշկանով էլ լավ ինչի են մեկի ծնող այդ երեխուն չունի բայց դու այսօր ունես ու այդ նույն գյուղապետերը այդ նույն թաղապետերը փորձում են գալ եւ ինչ-որ մի բան խոստանալ։ Ես մի հատ խորհուրդ եմ ուզում տամ ձեզի, սիրելի հայրենակիցներ, եթե գյուղապետը կամ որևէ թաղային հեղինակություն, ով ուզում է լինի, հենց գգա մի բան խոստանա ձեզ, այսպես վեկալում ես վիդեոն ասում ես հարց չկա։ Ես մոռասկոտ եմ, արի մի հատ վիդեոն եք, մի հատ քֆուր եմ դնում վրեդ։ Հələ տենամ հələ, այս սրան որ ես ընտրեմ, դու այդ քֆուրի տակ Չնայած շատ մարդիկ կա, որոնց հոգին վաճառել են մարմինն էլ հետ իրանց տանն էլ հետ այդ քֆուրը ոչ մի բան է։ Այսօր ես տեսնում եմ զինվորի ծնողների հետ ոնց են վարվում, գրված զոհված ծնողի հետ ոնց են վարվում, մեր երկրի հետ ոնց են վարվում, անունը դրել են առևտուր։ Հեռու մնացեք, ծիրելի հայրենակիցներ։ Ես միշտ ասել եմ, Աստված վերջում Աստծո խոսքն ասելու, Աստված որոշելու, մենք պետք է աղոթենք, խնդրենք, բայց քարիզմատիկ հովիվներ, ձեզի զգուշացնում եմ, այնպես չանեք, որ ձեր պատմությունը ես հանեմ ջրի երես վերջի օրով։ Ես դաժե մտածել եմ, որ ամսի 6-ին, քանի որ ես ընտրելու եւ չընտրվելու իրավունք չունեմ, ես կարող եմ 24 ժամ խոսել, ես մի երկու բան եմ ճշտում, երկու կոնկրետ քարիզմատիկ եկեղեցու կոչված հովիվների մասին, որտեղ ես գիտեմ, որ արդեն քարիզմատիկները մտել են Նիկոլի քպական կազմում, ուզում են դառնան պոլիտիկ։ Think 7 տարի առաջ, երբ որ ես Հայաստանում ես ծերոպ ախոր կողը կանգնած էի, երբ որ ես այդ հավատացյալների հետ հանդիպա համապատասխան տեղը, ասում ենք եւ ախպեր, մենք ուր քաղաքականությունը, մեր տեղը աղոթքն է, բարախեք մի խառնվել մտել եք քպը, ուտը տվել է, խաբել է ձեզ, նայեք ասում եմ, ձեզ Փաշինյանը խաբել է,
բոլորի բարոյա զրկելա։ Եթե դուք այս խաղաղ պայմաններում չկարացիք մեկ ադրբեջանցի հետ բերեք, հետ դարձի բերեք որպես քրիստոնյա, հենց սահմանները բացեց, խալիները վեկալելի են գալու են ու հավատացնում եմ ձեզ դուք ավելի շուտ խալու վրա կծնկի կգա, քան թե դուք այդ դեր հալելույա շոուներով, տասանորդով, փփրդալով ինչ-որ մի ադրբեջանցի հետ կբերեք, դարձի կբերեք, կդառնա քրիստոնյա, այ անխելքներ։ 30 տարի, ես էլ ինչ-որ ասում եմ, ձեզ որ ասում եմ այ անխելքներ, ես դրա պատասխանը կարում եմ, որովհետև 30 տարի դուք ունեցել եք Բաքվում կյանքի խոսք ճագերտավոր եկեղեցի, ուրա ինչ արեց, իշկան մարդ հետ բերեց, ու այսօր դրանք կանգնած են Փաշինյանի կողքին։ Սա ուղղակի պատահականություն չի, պարոն ազգային անվտանգություն, էսիս ես լավ, այս 5 տարիներ անցավ, 10 տարիներ անցավ, վերջ այս թղթերը դուք ձեր ընտանիքով պատասխան եք տալու, ուր են, ինչ են արել, ինչա գլոբալ կատարվել, ախր մենք գիտենք ինչա կատարվել, դրա համար շատ զգուշ, շատ հանգիստ բացատրում եւ ասում ենք, ինչի համար ստեղծվավ դա, 44 օրվա պատերազմից հետո всё բրծավ, մեր երեխեքին փուռը տալով, մեր երկիրը ծախելով, վաճառելով, հիմա այսօր կանգնած եք Փաշինյանի կողքը խի, որովհետև դուք նույն ծրագիրն եք ունեցել, դուք նույն ծրագիրը, մեկը գլոբալ մարդասպան ձևով, մեկը հալելույա կոչելով, ասում տեր, մենք քանով դևեր հանեցինք, այս արեցինք, հրաշքներ արեցինք, տիրոջ խոսքն ասում, աստվածաշնչում ասում հեռու գնացեք, սատանայի որդի, ես ձեզ չեմ ճանաչում։ Հիմա եք կայնելու ասեք, տեր, մենք չգիտես ինչ հրաշքներ ենք անում, բեմից թռնում ենք, բեմից ենքով ենք թփրդում, չենք տենում մենք աղոթում ենք, չէ՞ որ դու ասել ես աղոթի վարչապետի համար, տեր, ինչի մեզ չլսեցիք, վերջում եք նվնվալու։ Գնացեք, կայնեք։ Ես ասում եմ, եթե 2 օր հետո եկավ այն վիդեոն, որ ես արդեն գիտեմ ինչ վիդեո է գալու ինձ, ես կհարամեմ ձեր ամեն ինչը, կտնեմ հանրության դեմ, դրա համար ես ասում եմ, սիրելի հոգևոր ազգ, քրիստոնյա ազգ, աղոթեք Տիրոջը եւ ճիշտ որոշում թող Տերը ձեր տա, ոչ թե ձեր հովիվը ձեզ ասի, որ լավ է լինելու, խաղաղություն է լինելու։ Նորից եմ ասում, ով որ կասի այդ խոսքը հովիվների, ձեզ կասեն դուք անխելք եք։ Աստվածաշունչը գրվում է վերջին օրերի մասին, կռիվներ, պատերազմներ եւ ավելի բետար բաներ։ Ու դուք մարդկանց քարոզում եք խաղաղություն։ Խաղաղություն քարոզեք ձեր հոգու եւ մարմնի համար, բայց ոչ թե խաղաղություն այն ազգի հետ, որ ձեր երեխեքին ասպանում։ Ոչ, Աստծուն խնդրեք, որ ձեզ տա իմաստություն եւ հզորություն։ Ես միշտ ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, թե հոգեվոր դաշտում, թե աշխարհիկ դաշտում գլոբալ ամեն առումներում, աշխարհի սկզբից մինչև աշխարհի վերջ, աշխարհը եւ երկինքը եւ երկիրը նստում է միայն ուժեղների հետ։ Բոլոր մարգարեները եւ քարոզիչները Աստծո եւ խոսքի մեջ որ գրված է, նրանք եղել են բոլորը ավտորիտետների։ Իսկ ով որ թուլացել է, վաճառվել է, մեզ Աստվածաշունչը ցույց է տալում, թե ինչ վերջ են ունեցել սաուլականները։ Անես մի արեք հովիվներ, որ դուք դառնաք Սաուլը վերջում, խայտարակ ձևով, որ հետո վազեք Բախտագուշակի մոտ։ Ես ձեզ զգուշացնում եմ։ Ես արդեն 22 տարի ունեմ մեծ թղթապանակներ, նկարներ, վիդեոներ, որ վաղը դնելու եմ ու դուք դառնաք Սաուլից բետար։ Սաուլից բետար մի արեք այդ ամեն ինչը։ Ձեզի Բախտագուշակը չի փրկելու վաղը միսուր։
Դուք չեք կարողանում ասեք Տեր, մենք աղոթում ենք, որովհետև Տիրոջ աղոթքը մեր հոգու փրկության համար է։ Իսկ սահմանների պաշտպանության համար մենք պետք է խնդրենք Տիրոջից ողորմություն, հզորություն եւ իմաստություն։ Ես չեմ պատրաստվում այն ազգի հետ, որ ուզում է իմ քրիստոնեայությունը վարի տա։ Դուք հասկանում եք, մենք գլոբալ ում հետ խնդիր ունենք։ Ոչ թե մարմինու զղկտվելու, որ Ալեն Սիմոնյան բոզի տղա ես օրելի ասում եմ առևտուր եք անում, այ բոզի տղա կնգա սիրազիտ մորդ վեկալ գնա առևտուր արա։ Այս ազգը նորից եմ ասա, արա մի սարքեք չարչի ազգ։ Մի սարքեք չարչի, մի դեմքերն ու դեպքերը խառնեք իրարի արա։ Առևտուր ենք անելու։ Ինչի դիմաց, ինչ ունես Ադրբեջանցու հետ առևտուր անելու։ Եթե նրա հոգևոր աշխարհը լրիվ ուրիշ է, նրա հոգևոր մտածելակերպը, որ ոնց սպանի քո տղուն, ոնց ջարդուխուրդանի քո եկեղեցին, քո հավատքը, դրա հետ արա, լիժբի փորդ կուշտնի բոզի տղա։ Ես դրան եմ դեմ, սիրելի հայրենիք, թող ամեն մեկը իր երկրի մեջ, իր սահմանների մեջ մնա եւ իր հավատքը։ Եթե կուզեն սովորեն քրիստոնեություն, թող կան մեր սահմաններում խնդրեն, մեր մարգարեներն է թող եթան, դրանց մարգարեն թող դարձի գան։ Հիմա դուք առևտրական եք, թե հավատացյալ եք, արա։ Էսի Վովայի խոսքերն է, որ ասեց, արա դուք մի գողական եք, թե մենթական եք եթն։ Ըդվես մի հատ բան ասեց, ոտև ես գիտե ուններ, ինքը նգադի ուններ։ Գնաց մի բոզի տղա էլ ինքնա, բայց այդ ձև ծածվավ ասեց։ Հիմա դուք հավատացյալ եք, հոգևոր արժեք ունեք, թե առևտրական եք։ Այս է մեր խնդիրը, սիրելի հայրենակիցներ։ Իսկ ես որ խոսում եմ այդ տեսակ հովիվների այդ ձև, այս հեռախոսի մեջ կա հովիվների խոսակցություն իմ հետ, որ չտա Աստվածս, որ ես հանգարց այս խոսակցությունները մտցնեմ եթեր։ Ես սիրում եմ իմ երկիրը, ես չեմ ուզում, որ այդ երկրները, մեր թշնամի երկրները չտեսնեն մեր այիբները, որ չգիտեց իրանք բեմի վրա հովիվ են 25-30 րոպեն, հենց իշտում են պատվալում քույրիկի հետ, քույրիկի դնում են գողականի հետ, գողականի հետ դնում են կակեբեի հետ, արա, նորից եմ ասում, չտա Աստվածս, որ ես հանգարց ձեր այդ այիբները հանեմ ջրի երես, ու ձեր SMS-ներն ու գրառումները իմ հետ։ Դրա համար սիրելի հայրենակիցս, մի լսացեք ոչ մեկի։ Այդ նախկինները 90-ը Վազգենի սպանությունից հետո նույն հետ առաջ, հետ Էվասպա պասերով, այդ նույն պասերն է, ինչա տվեք քեզ, Պողոսյան Պողոսը, Պետրոսես, 35 տարի, քո գյուղացուն ինչա տվե, ինչա տվե քո գյուղացուն, քեզ ինչա տվե, ինքը հարուսցել է, քեզի սարքել է նոքյար, մի բար խոսացել ես, եկե գրուկոբալ տպել է գնացել են, մի բան խոսացել ես, մի հատ ավտորիտետի կամ մի հատ ուժեղ տղու մի հատ մեկի տվել ասեն տվեք սրան սամասու տարեք քցեք իրան թոսուս մնա դուք էլ վախից կամ երկրից եք դուս եկե կամ էլ սուս եք մնացել չեք կարացել ձեր բարոյական ճիշտը պահեք ու այսօր էլի նույն ձևի դուք շարունակում եք այս ամեն ինչ ինչի 35 տարի երկու սերունդ եք հանել ուր են ձեր երեխեքը Ինչի չունեցան կրթություն, թե զինվորական, թե բիզնես, թե հոգևոր, որ այսօր դնենք նոր այդ սերունդը, ուր են, նայում ես նույն ռոժները, ու նու հարց ես տալ, արա լավ, նյուժելի մենք ուրիշ մարդ չունենք։ Մի հատ էլ պատմություն, այս պատմությունը պատմել է մի հավատացյալ 50-ական հրաշք ապրում Բժիշկն ասում է դու ռակ ես, աղոթում է, ընկերը այդ ռակը անցնում է, այդում է բժիշկի մոտ բժիշկն ասում է մարդ հրաշք ա եղել, ասում է բժիշկ ջան, կարաս մի հատ թուղթ գրես տաս, որ հրաշք ա եղել, այս բժիշկն ասում է հարց չկա, եղբայր ջան, գրեմ տան։
Այս թուղթը բերում է այս հավատացյալը, հին հավատացյալ, դնում է իր տունը, ով գալիս է ամեն տարի, հանում ասում է բժիշկնասլա հրաշքա, բժիշկնասլա հրաշքա, օրից մի օր մի շատ իմաստուն հավատացյալ գալիս է, առանց ախպեր ես 20 տարի դու լավ դու ուրիշ հրաշք չունես, այս 20 տարի գալիս եմ քո տունը, 20 տարի հանում ասում ես բժիշկասլա հրաշք է եղել, հիմա ես 35 տարի արա ես նույնն են, այս նույն աղբամանն է, լավ մենք նյուժելի չենք ունեցել առով սերունդ, որ կայնի ուրիշ ձևի մտածի, ուրիշ ձևի, ուրիշ գաղափարախոսության, ոչ, գիտես ինչի, որտեղ այդ բռնատիրությունը չի թողե, որտեղ դու վախեցել ես խոսելու, այս նույն հեռախոսը դու ունես, որ կայնես ասես բոզի տղա, արևմտյան Հայաստանը իմ տունն է, Արցախի իմ հողն է, եկեղեցիները հայկական են, գիտես ինչի չես խոսում, որտեղ վախենում ես, որ կարող է հարևանը կամ չգիտեմ գողականը կամ չգիտեմ բոզականը գան ու քեզի խփեն, վախենում ես, բան 18 տարեկան տղեն չէր վախենում, որ սահմանի դեմը կռիվա տվե։ Այդ արժանապատիվ հայի տեսակը Աստվածաշունչից թույլ է տված դրա մի վախեցի, ինչից ումից ճիշտ ճշմարտություն խոսելուց, ինչից պետք է վախենամ, մարմինս վեկարիր, հոգիս ոչ ես կարա վեկալես, բայց հələ հարցը կարա կարծոք մարմինս վեկալեք, որտեղ իմ Աստված պետք է թույլ տա, բոզի տղեկ, այս է խնդիրը, մեկը մյուսի վիրավորել, մեկը մյուսի Բաբելոն սարքել, ինչի մար, ինչի, դու զարգացի, դու դիր քո գաղափարախոսությունը, ես նորից ասեցի, գնացեք Վենայի դեսպանատուն Արեգի մոտ, հələ տենանք ով շատ արժեք ունի հայկական, 30 տարուց ավել Եվրոպա ապրած, ինպես ապրողը կարող է այսօր դաժե հայկական ազգանուն չունենար, որ մի քանի բոզի տղեկը գրում են, էսի Եվրոպա մետ է, ոչ, ես հայա մետ եմ, եթե ես հայա մետ չնե, այսօր չէի մտնի, եթե ասեն բոզի տղեկ, ես իմ ասածի տերն եմ ու ես իմ ասածը ասում եմ և անում եմ, որովհետև ճշմարտությունն է, իմ տունը գողնակ, իմ երեխուն սպանեք, իմ երկիրը թալանեք ու ես ասեմ, արա դե ես Եվրոպա ապրում եմ, էլի, սրա Եվրոպա մետը որն է, սրա Եվրոպա մետը որն է, որտեղ սրիկայի պես գրում եք, Եվրոպա մետ եք մտածում, ինչ ենք մտածում, բա որ մենք էլ չմտածենք երկրի համար, այդքան գումարներ չուղարկեինք, այդքան օգնություն չուղարկեինք, որ այսօր այս նույն ձեր ասած Նիկոլ Փաշինյանը գողացել է իմ, ոչ թե Պողոսի պատմությունը, իմ ղրգած քո երեխու համար, որ օգնություն է բրգե գողացել է, ոչ նախկիններն են եղել, ոչ ռուսն եղել, ոչ եվրոպացին, ոչ ամերիկացին, բա ուրա, այան շնորհակալներ, ուրա, քո երեխու համար այդ եվրոպացի, Եվրոպա մեծ, որ ասում եք մտածելակերպ ունի, քո երեխու համար կրվի դաշին պալատկեքու մատրասներ են բրգե, ուրա, այդ էլ ռուսը չգողցավ, պրյամո դեսպանատնից եկե մտել է Հայաստանի Հանրապետություն, ուրա, քանի Նիկոլ բոզի տղա ես, հարց ինչ ես, բայց քեզ ասում դու բոզի տղա ես, այս է խնդիրը, որ մենք որոշեցինք, որ այս ամեն ինչը սենց պետք է լինի, հերիքը լավ, բոլավ լռելու, վախենում են, արադեսի սրա աղբերն, արադեսի նրա անգերն, արադեսի, մենք հայ ենք, մեր համար, մեր տղեկը, մեր հրամանատարները, մեր աղբերները կյանք են դրել, կյանք են դրել, մեր պապերը կռվել են դանակով ու լապատկեքով են կռվել, կացինով են կռվել, որ մենք այսօր յան ազգանուն կրենք, ու մի քանի բոզի տղա գցենք մեր կատ ավել ավտոկան մեր կատ հաստավիս կողները վախեցնում են ձեզ յարա, գցենք ձեր աշկի դեմը զոհվածի ծնող են տպում ու ոչ մեկ չի կարեմ խոսա, հլասիլ է հեռախոսը տվեք տեսեք ոնց եմ խոսում, ասեմ բոզի տղա, ձերներդ ոնց է բռնում ծնողի խփես, երեխեն էթա կյանք տա որ գաց ծնողի գյուղի մեջը խփես էթաց, գիտեք ով է մեղավոր, մենք բոլորս, որ այդ տեսագին իր համապատասխան տեղը հենց այդ վարկյանին չենք տարի, եթե դու չես տա վաղը քո երեխուն են այդ նույն օրակցելու, ու վաղը քեզ են նվաստացնելու, քեզ,
Դե գնացեք ու պաշտեք այդ Սարքեք Աստծո հավասար Նիկոլ Փաշովուն ու մնացած են բոցի տղեկին, որ ասում են Արցախը Հայաստան չի կամ Արևմտյան Հայաստան չկա կամ եկեղեցիները մերը չեն, ինչքան ուզում են թող քանդեն։ Վաղը ձեր տունն են քանդելու։ Նորից եմ ասում, մի բախվեցեք ոչ մեկից, որտեղ դուք քրիստոնյա հարություն առած Քրիստոսի որդիներ եք։ Մի բախվեցեք։ Նրանց գործիքը են վաղ տա գործում, երբ որ դու բախենում ես հայազգ։ Իմ մոտ գալիս են տարբեր ազգեր, Կովկասից հզոր մարդիկ են 2 օր առաջ եկի ասում են Գրիգորյան, ես ինչա կատարվում։ Այս չմոն ով է, մենք սաղ Կավկազը գիտենք Արմենիան ով է։ Այս ինչ անում ձեր հետ։ Ես միշտ ոնց որ միշտ շփտեր ես ասում, տղեկ լավ ալնելու հայը մնում է Հայաստան, մենք գիտենք։ Այս ինչ է չմոն անում։ Պատկերացնես մեր Կովկասի ժողովուրդը գալում տեսնում են, ասում են, այս ինչ անում ես չմոն։ Այս ուրա տանում մեզի։ Դուք այս ազգը չեք, դուք արժան չեք այս չմոյին։ Դենց էլ ասում են, դուք արժան չեք այս չմոյին։ Պերաշկի ու դող կլուբնի արդեն բերանս բացում էի։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, մենք մեր լայֆերը շարունակելու ենք, բարձրաձայնելու ենք եւ խոսելու ենք ճշմարտությունը։ Իսկ ում համար դա չեք կարող կուլ տակ, չգիտեմ, ջերմուկ խմեք, կուլ տվեք, որտեղ մենք խոսում ենք ճշմարտությունը ու չենք վախենում ոչ մեկից։ Նվիրյալները չեն դավանափոխվում, մենք մեր հավատքի հայ ելնելու համար պատրաստ ենք մինչև վերջ գնալու, որովհետև ես ինչ եմ փոխանցելու իմ սերունդին, ով եմ ես, անկախ իմ Եվրոպայում եմ ապրում, Չինաստանում, Ամերիկայում, ինչ եմ ասելու ես իմ սերունդին։ Աստվածաշունչն ասում է, դու, հենց դու ինձի լսող, դու ես պատասխան տվողը քո 7 օրտի համար։ Ինչ ասեմ։ Եթե այսօր ես համաձայնվեմ առևտրի եւ վաղը մյուս օրը խալին փռած չոքեմ, եւ իմ սերունդը եթե դժոխք չունենա հարություն առած Քրիստոս ու առևտուրը մենակ առևտրով եք էթալու։ Ով է մինչև վերջ մեռնելուց հետո ինչ-որ որևէ մի բան տարե, բայց մի բան կարած տաս քո սերունդին, հարություն առած Քրիստոս։ Հենց սա է մեր գաղտնիքը։ Մենք ոչ թե չենք ուզում առևտուր կամ խաղաղություն, ոչ։ Առաջի ապահովագրությունը այն ինչ որ մենք ուզում եմ, որ իմ սերունդը մնա հարություն առած Քրիստոսին, որ վաղը ես երկնքում Տիրոջ առաջ չամանչեմ։ Այս համար չեմ վախենում։ Այս համար ես չեմ ամանչում ու չեմ վախենում խոսել։ Ես ուզում եմ, որ քո երեխեն հոգևոր մնա։ Ես ուզում եմ, որ քո սերունդը հավատացյալ մնա եւ Քրիստոս ընդունի։ Ոչ թե առևտրական վերջում չիմանա, թե ինքը ինչ ռելիգիա կամ ինչ սերի է։ Սա է իմ խնդիրը, ոչ թե ես ատելության կամ որևէ մեկին ատում եմ, ոչ։ Մենք ունենք մի հավատք, հարություն առած Քրիստոս։ Մենք ունենք առաջի քրիստոնեությունը, մենք ունենք մեր սահմանները։ Ես խի պետք է հաշվի նստեմ ուրիշի առևտուրի կամ ուրիշի, եթե մենք ունենք մերը, դուք հոգևորը թողել եք մարմնին է գնացել։ Կարդացեք հայ քրիստոնեազգ Աստվածաշունչ, մի լսեք ինձ, Աստվածաշունչ կարդացեք, Աստված տվեց Քրիստոսին Հովանեսի 3:33 Աստված իրեց այնպես աշխարհը քեզ, որ տվեց իր միածին որդու, որ դու փրկվես, չասես գնա առևտուր արա։ Մենք չենք խոսում այն առևտրից, որ ամեն օր դու պետք է աշխատես կամ ուտես, ոչ։ Ստեղ գնում է առևտուր առաջինը քո հոգու առևտրի մասին ենք խոսում, մի ծախի հոգիդ։ Բայց եթե եկավ մի ուժ, այն ուժը, որ ավելի դրած այս արդեն 110 տարի մեջ մորթելու սպանում, նա կստիպի քեզ։ Անուն առևտրով 30-40 տարի, 50 տարի, եթե շատ ասեցի, նա կստիպի քո սերունդին, որ փոխվի։ Մենք կայնած ենք գլոբալ գենափոխության հետ։ Սա է խնդիրը, որ ասում եմ, տղեկ մի վախեցեք։
Մի վախեցեք ճշմարտությունը խոսալու, այդ նույն ոստիգանի, այդ նույն գողագանի, այդ նույն լավ տղու, այդ նույն քո հարևանի գյուղապետի երեխու մասին ասում եմ տղեկ, դուք եք պատասխանը ձեր տան, ձեր սերունդի, ուզում ես լավ, երբ որ դու հանդիպես Հիսուս Քրիստոսին քո ծնկները, դու չես կարա դες դաժե վերև նայես Տիրոջ աչքին, ինչ ես ասելու, ես լավ տղա եմ, երեխուս թողի, որ սենց լինի առևտուր արեցի, ես լավ ոստիգան եմ, ես լավ ածի աշխատող եմ, որ թողեցի 350,000 կամ 300,000 ադրբեջանցի գալով իմ սերունդին սարքեց ուրիշ հոգու պաշտող։ Ինչ ես ասելու Տիրոջը։ Ինձ մի ասա, Պողոսին մի ասա, մոռացեք ես ամեն ինչ, հանդիպելու ես Տիրոջը, ինչ ես ասելու։ Ինչ։ Հենց սա է քո դեմ դրված պատասխանատվությունը, ինչ ես պատասխան տալու Աստծուն, քո 7 սերունդի համար, դու ես պատասխան տալու, դե միշկալ ուզում ես գնացեք ու գրեք, դու ես տալու, ոչ ես, ոչ մեկ, միայն մեկ եկա, որ քո համար խաշվավ ու հարություն առավ, իսկ դու սրացում ես մենք դրանց հետ կարանք բարեկամանանք և կարանք առևտուր անենք, որը մեր երեխեքի այրան, մեր երեխեքը հետ չեն տվել, բա որ խաղաղություն եք սանում, բոզի տղա, բաս այդ 460 երեխեքը ուր են, ուր է դի, ասա ուր են այդ երեխեքը, Նիկոլին որ տենում եք, ասեք Նիկոլ, համաձայն ենք խաղ, ես համաձայն եմ խաղաղության, ուր են այդ երեխեքը, ով է ճանաչում այս երեխեքին, թե այս մնացածը հանեմ, թե վիդեոները դնեմ, որ արգելված են, ուր են, եթե խաղաղություն է, եթե պատկերացնում եք, մի բան եմ ասում, Նիկոլին և մնացած ընդդիմադիրներին հավատացող մարդիկ, դիզելն ու բենզինն ու ցորենը ավելի արժեք ունի շատերիդ համար, քան թե այս երեխեքը, դուք պետք է սահմանին կանգնեք, ասեք լսի բոզի տղա, առաջի պոեզը գալում է մեր գերիներն ու մեր երեխեքը անմեղ, հետո նոր ցորենն ու բենզինը, որի հետ խոսում ես ասում ախպեր բատա 500 դրամ պակաս եմ առում ասում ես այ բոզի տղա իմ երեխու արժեքը 500 դրամ չի իմ 18 տարեկան երեխեն բերդում է Ադրբեջանի 500 դրամ չի իր գինը անգինը որը Հիսուս Քրիստոսն է տվել այս հարցը տվեք բոլոր ընդդիմադիրներին այդ բոլոր օլիգարխներին որ այսօր բենզինի ու ցորենի գործ են անում կոչվելով ընդդիմադիր այդ հարցը տվեք Ինչի ձեր պոեզը առաջինը չբերես մեր 18 չեմ ասում են Ղարաբաղցի պրեզիդենտին կամ վարչապետին թողեք դրանք պետական մասշտաբով մեր 18 տարեկան երեխեքին պիտի բերեիք պոեզով Այս է գլոբալ խնդիրը որ դուք վախենում եք ձեր երեխու մասին խոսակ հենց ձեր երեխու մասին խոսակ Այդ Եվրոպայի ապրող 30 տարվա ապրող խոսում է ու չի վախենում, ասելով բոզի տղեք, ցորենի տեղն ու բենզինի տեղը երեխեքին բերեիք առաջուց նորը կխոսենք առևտրից։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, մի վախեցեք, բարձրաձայնեք այս խոսքերը, բոլոր ընդդիմադիրներին, ցորեն բերողներին, բենզին բերողներին ասեք, ինչի երեխեն չեկի առաջի ռեսը, ինչի երեխեքը մեր չեկան առաջի ռեսով Այս սրանով են փորձում ձեզ, ոնց որ են $10,000 տվին, 200,000 դրամը տվին և շատերը համաձայնվան դրան, փորձը կատարվավ, փորձը արեցին կատարվավ, հիմա ասին հլկային նժարին դնենք, երեխեքը թե բենզինը, ստացվավ, ցորենը թե երեխեքը, ստացվավ, ու ժողովուրդն ասում է խաղաղություն առևտուր, ուր են մեր երեխեքը, ուր է քո երեխեն, Ուրա քո աղբոր երեխեն, քո քրոջ երեխեն, հորեղբորդ տղեն, մորքուրիդ տղեն, ուրա, ցորենի մեջ նա 500 դրամ պակաս, բենզինի մեջ նա 500 դրամ պակաս, այսենց են փորձ կատարում ազգերի իմունիտետը տենալու համար, արդյոք արժեք մնացելա թե ոչ, այս է 500 դրամը հիշեք, Ամեն անգամ, երբ որ բենզինը լցում ես ավտոդ կհիշեք իմ խոսքերը, ուզեք թե չուզեք, 500 դրամով ծախեցի ես իմ 18 տարեկան տղուն, ու չպահանջեցի, խաղաղություն տվեցի իմ տղուն զոհաբերելով, իմ տղուն գերությունը 500 դրամ արժեր,
Այն հացը, որ ուտում ես, հիշի, որ այդ 500 դրամ պակաս քո երեխու այլանդինն է, որ այսօր Բաքվի բերթերում ու չգիտեք ինչ իրավիճակում են իրանք ապրում։ Դե կերեք, անուշ արեք։ Աստված օրհնի իմ հայ ազգին, լավ եղեք, կհանդիպենք շուտով։